Ես կուզեի որպեսի մի երկու խոսքով, Գեորգ Ռուբենիչ, այդ մթնոլորտի մասին խոսեիք, երբ որ Թամանյանի արվեստանոցում էիք, իր կողքին։ Ես գիտեմ, որ նա ձեզ անվանում էր ընկեր Մուշեղյան։ Ինչու է ընկեր Մուշեղյան անվանում ձեզ։ Որովհետև իմ անունը տղայի անունն էր։ Այո, Գևորգ Թամանյանը։ Տարբերելու համար, որպես քաղաքական դեպք, ինձ ասում էր ընկեր Մուշեղյան։ Ես դրանից շատ ճնշում էի, բայց անել չէի կարող, ոչինչ, որովհետև այդպես էր արդեն։ Թամանյանի ամեն ինչը մեզ համար սրբություն էր։ Քաղաքական դեմ կասելով ինչի նկատի ունեք։ Կոմսոմոլ եմ, չէ։ Ինքն էլ լինելով իշխանության կողմից հրավիրված, նա այդ օրերին Պասխաստանում էր, չէ։ Այո։ Հա։ Նա շատ մեծ հայրենասիրություն ածավեր է այն հարցում, որ շատ շատերը չգիտեն։ Արվեստանոցում ստեղծել էր մի քանի պաշտոններ և տեղավորել էր Սարդարապատի հերոսամարտի ղեկավարներին։ Մի անկյունում նստած էր գործերի կառավարիչը նրա արվեստանոցի, դա գեներալ Սիլիկովն էր։ Այ քեզ հետաքրքիր բան։ Մենք բոլորս չենք իմանում։ Հետո ես իմացա, բոլորին իմաց տվեցի, գեներալ Սիլիկովն էր։ Նրա տղեն, Գեորգի Սիլիկովը, շինարարության գլավնի ինժեներն էր։